Ողջույն բոլորին, երկար դադարից հետո նորից սկսում ենք մեր վիդեոները եւ այսօր կուզեմ խոսել բռնության մասին։ Ընտանեկան բռնության, հոգեբանական եւ ֆիզիկական բռնության մասին, որին շատերը բախվում են հարաբերությունների կամ կյանքի տարբեր ընթացքում, տարբեր փուլերում, բայց որը կարելի է շատ շուտ նկատել, շատ շուտ տեսնել եւ կյանքը չկապել տվյալ մարդու հետ։ Որոշեցի այս թեմայի մասին խոսել, քանի որ համացանցում տեսա մի գրառում, որտեղ աղջիկը գրում է այն մասին, որ սկզբում ամեն ինչ հեքիաթի նման էր, եւ հետո ամեն ինչ սկսեց կարծես փլուզվել, եւ ինքը իր կողքին տեսավ մի նոր տղամարդու, որը նման չէր այն տղամարդուն, որին նա ճանաչել է, եւ նրա կյանքը կարծես մի ինչ-որ անորոշության վերածվեց, որտեղ ես թողեցի մեկնաբանություն եւ նշեցի, որ ցանկալի է ավելի հասուն լինել, ավելի հասուն մոտենալ խնդրին, որտեղ ինձ բազմաթիվ մեկնաբանություններ գրեցին, ուզում եմ մի քանիսը ընթերցել, այստեղ ինչ են գրում, գրում են, որ նույնիսկ ինձ անիծել են, ինչը իմ կյանքում գրեթե չկա, այսինքն չեմ էլ կարող հիշել, երբ են ինձ վերջին անգամ անիծել, երևի 20 թվականի պատերազմի ժամանակ, երբ համացանցում պայքարում էինք, թվային պայքար էինք մղում ադրբեջանցիների հետ, եւ բնականաբար իրենց կողմից հնչեցվում էին բազմաթիվ անեծքներ, ինչպես նաեւ հայերի կողմից։ Ես անիծել չեմ սիրում եւ անեծքի որպես կանոն չեմ ենթարկվում, բայց այսօր կարդացի մեկնաբանություն, որտեղ գրում են, որ տխմարների թաքուհին ես, ցանկանում եմ աղջիկներիդ փեսաներդ քացուտակ գցեն, ու աղջիկներդ հարգեն իրենց սադիստ սիրելիներին։ Եվ սա գրում է հայ կինը, հայ կնոջը, եթե նախկինում ադրբեջանցիներ գրում ինչ-որ նմանատիպ տեքստեր, ապա հայերին, ընդունելով հայերին որպես իրենց թշնամին, ապա այսօր ես կարդում եմ իմ հասցեին հայ կնոջ գրած, եւ սա մեկ այլ վիդեոյի նյութ է, որտեղ կարելի է շատ խոսել նրա մասին, թե հայ կինը ինչպես է իրեն դրսևորում եւ ինչու է առհասարակ այսքան չարացած, այսքան նվաստացած, այսքան չինքնահաստատված եւ սոցիալական ցանցերի միջոցով փորձում է ինքնահաստատվել, փորձում է իր արժեքը իր աչքերում վերականգնել, փորձելով նվաստացնել մյուսներին։ Սա բավականին լուրջ թեմա է, քանի որ հայ կինը դաստիարակում է, մեծացնում է հայ զավակների հաջորդ սերնդի եւ այն հոգեվիճակում, որում գտնվում է կինը, մայրը, նա այդ հոգեվիճակը նաեւ փոխանցում է իր երեխաներին։ Եթե մայրը ավելի հասուն է, ավելի գիտակից է, կրթված է, ավելի համեստ է եւ այլն, ապա նա այդ նույնը փոխանցում է նաեւ իր դուստրերին եւ զավակներին։ Եթե նա գտնվում է դեպրեսիայի մեջ, ապա այդ ամենը նաեւ փոխանցվում է երեխաներին։ Երեխաները նույնիսկ չեն գիտակցում ինչպես են այդ վարքային շաբլոնները վերցնում ծնողներից։ Եթե կինը ունի այլ խնդիրներ, ապա համոզված եղեք, որ այդ ամենը փոխանցվում է երեխաներին։ Հաջորդ մեկնաբանությունը, ինչպես ասել է Նապոլեոնը, ավելի լավ է լռել եւ թողնել հիմարի տպավորություն, քան խոսել հաստատելով այդ տպավորությունը։ Մեկ այլ կին, բոլորը կանայք են այս աղջկա էջում, հավաքված են կանայք եւ կանայք իրար վիրավորում են, կանայք իրար հետ վիճում են եւ մեկը գրել է, եւս մեկը գրել է, որ ինչ վստահությամբ եք պնդում, որ բռնությունը մինչ ամուսնանալը երևում է։ Սա ինչ անհասկանալի վստահություն է, բացի այն, որ բազում նման դեպքեր գիտեմ իրական կյանքում, չասեմ թե քանի ֆիլմ կա նկարած այդ թեմայի շուրջ, այդքան վստահ լինել սեփական ենթադրությունների վրա չարժե։ Բավականին ճիշտ է ասում այս կինը, բավականին շատ ֆիլմեր կան եւ այլ ավելի շատ գրականություն կա բռնության մասին եւ
բռնությունը նախապես նկատելու մասին, այսինքն մինչ ամուսնանալը դեռ ժամադրությունների փուլում, դեռ այդ конфетно-букетный период, հարաբերության առաջին 3 ամիսը դեռ այդ ընթացքում արդեն կարելի է տեսնել, որ դու բռնարարի ես ընտրել որպես քեզ կողակից այդ հարաբերություններում։ Եվ այն ինչի մասին գրել եմ, եւ այն ինչի մասին պետք է հիմա խոսեմ, դա բնականաբար իմ սեփական ենթադրությունները չեն, դրա մասին կան գրքեր, բազմաթիվ գրքեր, որոնք արժե կարդալ եւ ցավոք սրտի հայ կանայք վերջին շրջանում չեմ խոսում բոլորի մասին, բայց մեծամասնությունը գրքեր գրեթե չեն կարդում, շատ ցավալի է եւ նրանք այդ սովորությունը նաեւ փոխանցում են իրենց երեխաներին բնականաբար, հետեւաբար երեխաներն էլ չեն կարդում, տներից վերանում են գրադարանները, գրքերի պոլկաները եւ ընթերցանությունը որպես այդպեսին վերանում է, ավելի ընդլայնվում եւ տարածվում է հեռախոսի էկրանին ժամերով նայելը, սոցիալական ցանցերը սկրոլ անելը եւ այլն։ Եվ այսպես, ինչպես բացահայտել բռնարարին դեռ հարաբերությունների ամենասկզբում։ Սկսենք նրանից, որ գոյություն ունի երկու տեսակի բռնություն՝ ֆիզիկական բռնություն եւ հոգեբանական բռնություն։ Ֆիզիկական բռնությունը դա ծեծն է, քաշքշելն է, խփելն է եւ այլն։ Հոգեբանական բռնությունը դա այն բռնության այն կոմպլեքսն է, որը բառացիորեն է արվում, այսինքն վիրավորվում է տվյալ անձը, վիրավորում են անձի ծնողներին, ընկերներին, քույրերին, եղբայրներին, բառացիորեն սահմանափակվում է նրա շփման շրջանակը, սահմանափակում է նրա ընտրությունը, նրա սեփական կարծիքը եւ այլն։ Եկեք սկսենք նայել ավելի մանրամասն։ Ամենատարածված բանը, տարածված տարբերակն է, որ այս ինչը չանես, այս ինչը չհագնես, այս մեկի հետ չշփվես, այստեղ չգնաս, եթե անես գլուխդ կջարդեմ։ Այդ գլուխը ջարդեմ եւ նմանատիպ արտահայտությունները ոչ միայն բռնարար զուգընկերները եւ զուգընկերուհիներն են անում, դա ընտանիքներում նույնիսկ ծնողներն են երեխաներին ասում։ Գլուխդ կջարդեմ, կսվանեմ, կծեծեմ, այսպես դու քո հալը կտեսնես եւ այլն։ Այս ամբողջ այս բոլոր արտահայտությունները, որը դուք հնչեցնում եք ձեր տներում ձեր երեխաների հասցեին, այդպիսով դուք սովորեցնում եք նրանց, որ նրանք նույնպես կարող են այդ արտահայտությունները անել։ Եվ ձեր երեխաները մեծանալով հետագայում արդեն ձեռք են բերում զուգընկերներ կամ զուգընկերուհիներ եւ բնականաբար օգտագործում են այն բառապաշարը, որը իրենց փոխանցել են ծնողները։ Հետևաբար, որպեսզի բռնարարի չմեծացնեք մեկին, որը սպառնալիքներ հնչեցնելով է ապրում, ուշադիր եղեք ձեր սեփական բառապաշարին, ուշադիր եղեք նրան, թե ինչպես եք շփվում ձեր երեխայի հետ, թե ինչ եք նրան փոխանցում, թե ինչ սովորություններ եք նրան ցույց տալիս եւ այլն։ Հաջորդը կարող է հագուստի մասին լինել, այս մեկը երկար է, այս մեկը կարճ է, այս գույնը քեզ չի սազում, այս ձևը քեզ չի սազում եւ այդպես շարունակ։ Այս նկատողությունը կամ այս քննադատությունը կամ պասիվ ագրեսիան առաջին հայացքից աննկատ է թվում եւ շատ հայ աղջիկներ փորձում են հարմարվել դրան, որովհետեւ նաեւ դաստիարակության մեջ է դա ընդգրկված, որ եղիր համեստ, եղիր հարմարվող եւ աղջիկները մտածում են, որ իրանք պետք է դրան հարմարվեն եւ հարմարվում են։ Աստիճանաբար յուրաքանչյուր քննադատության հետ միասին կորցնելով իրենց ինքնությունը, կորցնելով իրենց սեփական կարծիքը, կորցնելով իրենց ընտրության իրավունքը։ Այսինքն իրենք սկսում են գրել, վարվել, խոսել եւ այնպես, ինչպես ցանկանում է իրենց ամուսինը, բայց աստիճանաբար մոռանում են նաեւ թե իրենք իրականում ինչ են ուզում։ Հաջորդ բանը, որ նկատելի է, դա երբ ամեն ինչի մեջ դու ես մեղավոր։ Մեքենա է վարում, տուգանվեց, դու ես մեղավոր,
չգիտեմ, ինչ-որ բան թափեց սիրահագուստի վրա, դու ես մեղավոր, ինչ-որ տեղից ուշացակ, դու ես մեղավոր, իրա մաման կամ պապան իրան ինչ-որ ձևով պատասխանեցին, էլի դու ես մեղավոր, անձրև եկավ, դու ես մեղավոր եւ այլն, այսինքն ամեն ինչի մեջ մեղավոր ես դու։ Այդպիսով նրանք փորձում են նաև քեզ քո ինքնավստահությունը կոտրել, քո ինքնագնահատականը նվաստացնել։ Բռնարարները այս ամենը գիտակցաբար չեն անում, հա, նրանք սա անում են անգիտակցաբար, որովհետև բռնությունը ինքը հոգեբանական խնդիր է, եւ ինչպես եւ մյուս հոգեբանական խնդիրները մարդը շատ բաներ անում է անգիտակցաբար։ Այսինքն իրենք երբ քեզ ամեն ինչի մեջ մեղադրում են, իրանք չեն մեղադրում նրա համար, որ հաջորդ քայլը մյուս սահմանափակում անեն, հաջորդը մյուսը եւ այդպես քեզ բոլորովին իզոլացնեն։ Ոչ, դա նրանց վարքագիծն է եւ նրանք այդպես անում են, որովհետեւ զգում են, որ այդպես է ճիշտ, բայց իրենք նույնիսկ չեն գիտակցում, թե ինչի համար են դա անում։ Եվ առաջին կետով բերեցինք այն բոլոր քննադատությունները, որոնք կապված են արտաքինի հետ, երկրորդ կետով բերեցինք այն ամենը, ինչում մեղավոր ես դու։ Եթե առաջին դեպքում իրենք սահմանափակում են քո ընտրության իրավունքը, քո ցանկությունները, քո ինքնադրսևորվելը եւ այլն, ապա երկրորդ կետով նրանք արդեն կոտրում են քո ինքնավստահությունը, այսինքն եթե ամեն ինչի մեջ դու ես մեղավոր, ապա որոշ ժամանակ անց քեզ սկսելու է թվալ, թե դու քեզ հետ ինչ-որ բան այն չէ, կամ դու չես կարողանում ճիշտ խոսել, կամ դու չես կարողանում ճիշտ քեզ դրսևորել, եւ առհասարակ այս մարդու կյանքում դու անընդհատ խնդիրներ ես ստեղծում, որովհետեւ ինչ է ինքը ասում, ինքը ասում է, որ ամեն ինչում դու ես մեղավոր, ինչ իր կյանքում կատարվում է, դու ես մեղավոր, հետեւաբար որոշ ժամանակ անց դու սկսելու ես ի սրտե մտածել, որ դու այս մարդու կյանքում խնդիրներ ես ստեղծում, հետեւաբար սկսելու ես ավելի քիչ դրսևորվել։ Այսինքն եթե հագուստը խոսելը եւ ամեն ինչ իրեն հարցնելով ես անելու, ապա մնացած բոլոր իրավիճակներում ձգտելու ես լինել աննկատ։ Եվ եթե տարիքային մեծ տարբերություն է լինում եւ եթե հատկապես ասենք տղան ավելի կայացած է լինում եւ այլն, ապա աղջիկը ավտոմատ դառնում է աննկատ, ձգտում է լինել աննկատ կամ ամեն ինչով հաջողանալ այդ տղային։ Այսինքն դու փորձելու ես քեզ այնպես պահել, որ ոչ մի բանով իրեն չգրգռես, ոչ մի բանով իր տրամադրությունը չգցես եւ հանկարծ ոչ մի բանի մեջ մեղավոր չլինես։ Այսպիսով դու ավելի ես փակվում քո մեջ։ Հաջորդ բանը, որ կա, դա հաջորդ կետը, ինձ մոտ նշումներ եմ արել, որ ոչինչ բաց չթողնեմ։ Հաջորդ կետը դա երբ քեզ կտրում է ընկերուհիներից, ընտանիքից, քո սիրած գործից եւ այլն։ Ինչպես է սա դրսևորվում, որ ամուսնանանք, դու չես աշխատելու, ես քեզ ամեն ինչով ապահովելու եմ, իմ կինը չպետք է աշխատի, իմ երեխաների մայրը չպետք է աշխատի, դու թաքուհի ես, դու արժանի չես աշխատանքի, ես քեզ համար աստղեր կբերեմ, լուսին կբերեմ, Վեներա, Յուպիտեր կբերեմ եւ այլն։ Այսինքն բոլոր այս խոստումները կամ այն հեքիաթը, որի մասին խոսում է այդ գրառման հեղինակը, դա արդեն իսկ բռնարարի վարքագիծ է, այսինքն եթե դու ուզում ես ի սկզբանե դուրս բերես քեզ համար, թե ինչպես կարող ես տեսնել, որ քո կողքին բռնարար է, ահա այս 3 կետը, այլ կետեր կավելացնեմ, բայց այս 3 կետը, որոնք հնչեցրեցի, հենց կարելի է տեսնել նույնիսկ առաջին 3 ամսում։ Հա, որ ամուսնանք չես աշխատելու, հաջորդը այս ընկերուհիդ լավը չի, մեկը դուրս ընկած է, մեկը շատ է խոսում, մեկը գեշ է, մեկը մանեկող է, ամեն մեկին ինչ-որ մի բան կպցնելով ինքը նաև քեզ քո ընկերուհիներից է անջատում։ Հաջորդը գալիս է քույրը, եղբայրը, քույրդ քեզ վատ բաներ է սովորացնում, եղբայրդ հասուն չի, այսպես չի, այնպես չի։ Հաջորդը գալիս են ծնողներդ քեզ թելադրում են, ինչ անես, խառնվում են մեր ընտանեկան հարցերին, вообще թող մեր տուն չգան, ինչ են մեզնից ուզում, թողեն մենք ապրենք եւ այսպիսով ինքը նաեւ անջատում է քեզ քո բոլոր սոցիալական կապերից։ Սա մի քիչ ավելի ուշ է երևում, սա արդեն ամուսնությունից հետո է քույրերի եւ եղբայրների հետ մինչեւ ամուսնանալն էլ կարա երևա, ամուսնությունից հետո արդեն երևում է սահմանափակումը ընտանիքի անդամների հետ։ Այսինքն այդ աղջիկը կամ այդ տղան, որտեղ աղջիկներն կարող են լինել բռնարար, բռնաբար չներողություն եւ
աստիճանաբար փակում են այդ մարդուն, իրան ինչ-որ բաներ խոստանալով փակում են եւ կենտրոնացնում են սեփական եսի վրա եւ որ այդ մարդը պետք է իրենց շուրջը միայն պտտվի։ Երբ դու դառնում ես միայն Իրանը, բնականաբար հետաքրքրություններ չես ունենում կյանքում, կենտրոնանում ես իր վրա, ամուսնությունից հետո արդեն կենտրոնանում ես երեխա ունենալու վրա եւ աստիճանաբար դառնում ես ձանձրալի։ Երբ դառնում ես ձանձրալի, երբ ինքը քեզնից չի լցվում, էներգիա չի ստանում, արդեն սկսվում է ֆիզիկական բռնությունը։ Ֆիզիկական բռնությունը մինչև ամուսնանալն էլ կարող ես բացահայտել, երբ ինքը կարող է հարվածի կամ քաշքշի, դա նաև բռնություն է։ Այո, դու կարող ես աչքերդ փակել, մտածել, որ պետք է հարմարվեմ, բայց եթե հարմարվում ես, հետագայում արդեն սկսվում է հարվածելը, ծեծելը, ինչ-որ բաներ շպրտելը քեզ վրա եւ այլն։ Հաջորդ քայլը նա սկսում է ստուգել քո բոլոր կոմունիկացիան, հաղորդակցությունը, նա կարդում է քո բոլոր չաթերը, ստուգում է հեռախոսի զանգերը, նույնիսկ կարող է զանգերդ լսել, կարող է միկրոֆոններ դնել, եթե մեքենա ես վարում մեքենայիդ մեջ, տան անկյուններում, նաև կարող է գաղտնալսման սարքեր դնել, նաև կամերաներ դնել այնտեղ, որտեղ եւ այն ամենի մեջ, ինչի մեջ չես մտքովդ նույնիսկ չի անցնի, եւ այսպիսով քեզ ամբողջությամբ վերահսկում է։ Եվ ցավոք սրտի, երբ սկսվում է ֆիզիկական բռնությունը եւ ամբողջական վերահսկողությունը, նոր աղջիկը կարծես արթնանում է, կինը կարծես արթնանում է, սկսում է, ինչպես այս աղջկա դեպքում սոցիալական ցանցում գրել կամ մյուս կանանց դեպքում արդեն սկսում են խոսել դրա մասին։ Խոսում են դրա մասին, երբ որ արդեն վտանգ է սպառնում իրենց կյանքին եւ փորձում են օգնություն գտնել որևէ տեղից։ Այսպիսով, իմ սիրելի, շատ սիրելի հայուհիներ, եթե նկատում եք այս ամենը, սա հոգատարության նշան չէ, սա նշան չէ, որ նա մտածում է ձեր մասին, հոգետանում ձեր մասին, ուզում է ամենալավը ձեզ շատ է սիրում եւ այլն։ Սա այդ նշանները չեն։ Եթե տղամարդը կամ կինը քեզ շատ է սիրում, ապա նա ընդունում է քեզ այնպեսին ինչպեսին դու կաս, նա ընդունում է քո բնավորության բոլոր գծերը, դրականը եւ բացասականը, ընդունում է քո կապրիզները, նա գնում է քո տրամադրությամբ եւ բնավորությամբ, նա ընդունում է քեզ քո ամենացածր վիճակում, երբ որ դու կոտրված ես եւ ընդունում է քեզ քո ամենաբարձր վիճակում, երբ որ աչքերդ փայլում են, նա քեզ ընդունում է ամեն ձև եւ չի փորձում քեզ որևէ ձևով փոխել, անելով քննադատություններ կամ քեզ ուղղելով եւ դարձնելով այնպեսին, ինչպեսին ինքն է ուզում, դա անում են բռնարարները եւ ես նշեցի ամենատարածված կետերը, որոնք կարելի է տեսնել հարաբերությունների հենց ամենասկզբում եւ չտրվել դրանց, չմտածել, որ դա սիրո նշան է, հոգատարության նշան է, այլ զգուշանալ դրանք, ինչպես հիմա դեռահասներն են ասում, դրանք red flag-եր են, կարմիր դրոշակներ են, որոնք ցույց են տալիս, որ զգուշանալը պետք եւ եթե ուզում ես հանգիստ եւ ջանիկ կյանք ունենալ, ապա պետք է հրաժեշտ տալ այս մարդուն եւ փորձել գտնել այն մարդուն, որը քեզ ընդունում է այնպեսին, ինչպեսին դու կաս եւ քեզ սիրում է։ Շատերը գրում են, որ բռնությունը հնարավոր չէ տեսնել մինչև ամուսնությունը, հնարավոր է տեսնել մինչև ամուսնությունը եւ սրանք ամենատարածված ձևերն են, ամենամանր քննադատությունը հնչեցրած ձեր հասցեին արդեն իսկ բռնություն է։ Բռնությունը ծեծելը չէ, բռնությունը հարվածելը չէ եւ այլն, նույնիսկ ամենափոքրիկ քննադատությունը, կոպիտ վերաբերմունքը քեզ հետ, դա արդեն բռնություն է։ Հետևաբար զգուշացիր, մտածիր քո հետագա կյանքի մասին, մտածիր ինչպես ես մեծացնելու քո երեխաներին այդ միջավայրում։ Նաև բացի հարաբերություններից, սիրելի հայուհիներ, աշխատեք ձեզ վրա, կրթվեք, շատ կարդացեք, այն ինչ որ ես հիմա ասում եմ, դրա մասին կա շատ գրականություն, շատ կարդացեք, ինքնակրթվեք, զարգացեք, որ ցանկացած իրավիճակում կարողանաք ճիշտ ելք գտնել, կարողանաք ճիշտ ձեզ դրսևորել եւ իրավիճակները ավելի մեղմ լինեն ձեզ համար, առաջինը հենց ձեզ համար, ոչ թե ձեր զուգընկերոջ համար, հա, առաջինը հարգեք ձեզ, սիրեք ձեզ եւ ստեղծեք այնպիսի պայմաններ, որ լավը լինեն, հաճելի լինեն առաջին հերթին ձեզ համար։ Հաջորդ բանը ցանկալի է խուսափել տարիքային մեծ տարբերությամբ ամուսնություններից։ Կապ չունի տղան ձեզնից շատ մեծ է, թե ձեզնից շատ փոքր է։
խուսափեք, եթե ձեզնից շատ մեծ է եւ դուք սիրահարվում եք այդ տղային, դա ամենայն հավանականությամբ ձեր ներսում կոմպենսացվում է ձեր հոր պակասը, կամ հոր հետ կոնտակտի պակասը, կամ իր հետ շփման պակասը, իր ջերմության պակասը, եւ օրգանիզմը այդ պակասը կոմպենսացնում է զուգընկերոջ միջոցով։ Եթե զուգընկերը շատ փոքր է, ապա դա կինը կոմպենսացնում է երեխայի բացակայությունը, իսկ տղան էլ կոմպենսացնում է իր մոր հետ կոնտակտի բացակայությունը, մոր ջերմության բացակայությունը եւ այլն։ Այստեղ կոմպենսատոր մեխանիզմներն են աշխատում, որոնք հաճախ մարդիկ անվանում են սեր, բայց իրականում աշխատում է այն ամենը, ինչը ձեզ կյանքի ընթացքում չեք ունեցել դուք, եւ այդ անձի միջոցով դա բավարարվում է այդ անհրաժեշտությունը ձեր։ Եվ ցանկալի է այս ամենը տեսնել, նկատել, բացահայտել մինչև ամուսնանալը, որովհետև մինչև ամուսնան շատ ավելի հեշտ է հեռանալ, քան ամուսնությունից հետո։ Ցանկալի է այս ամենը բացահայտել մինչև ամուսնանալ եւ հեռանալ այդ անձնավորությունից եւ վստահ եղեք, որ կհանդիպեք այն անձնավորությանը, որը համապատասխանում է հենց ձեզ։ Իսկ նրանք, ովքեր ամուսնացել են եւ բախվել են ընտանեկան բռնության, սրա մասին շատ խոսում է կանանց ռեսուրսային կենտրոնը Հայաստանում, որոնք իրենք աջակցում են այն կանանց, որոնք ենթարկվել են ընտանեկան բռնության, մի ժամանակ նաև ունեին կացարան, որտեղ օգնում էին, որպեսզի կանայք թաքնվեն, այն կանայք, որոնք փախել են ամուսիններից, թաքնվեն, այս պահին չգիտեմ կան այդ կացարանները թե ոչ, բայց իմացեք, որ մենք ունենք կանանց ռեսուրսային կենտրոնը, որը աջակցում է ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց։ Եթե այնպիսի իրավիճակում եք հայտնվել, որ ձեր կյանքին վտանգ է սպառնում կամ ձեր երեխայի կյանքին վտանգ է սպառնում, անպայման հեռացեք եւ այս կենտրոնը կարող է ձեզ օգնել։ Մի մնացեք այդ իրավիճակում, այդտեղ սեր չկա, այդտեղ կա այդ տղամարդու սեփական խնդիրները, ներանձնային խնդիրները, որոնք արդեն արտահայտում են միջանձնային հարաբերություններում եւ ազդում են նաեւ ձեր ընտանեկան մթնոլորտի վրա եւ նաեւ արդեն ձեզ վրա, ձեր երեխայի վրա եւ լուրջ վտանգ են հանդիսանում։ Այսքանը լավ եղեք, երջանիկ եղեք, դիմեք համապատասխան կառույցների եւ եթե որոշել եք հեռանալ, ոչ մի բան մի փոխեք, ոչ մի գաղտնաբառեր, հեռախոսազանգերով մի խոսացեք այդ մասին, ոչ մի կասկածի առիթ մի տվեք, ուղղակի հեռացեք, վերցեք ձեր բոլոր փաստաթղթերը, նույնիսկ իրեր չեն վերցնում կանայք, որոնք հեռանում են, եւ ուղղակի հեռացեք այնտեղը, որտեղ անվտանգ է եւ որտեղ նա ձեզ չի կարող գտնել։ Սա իհարկե մենք խոսում ենք արդեն ծայրահեղ բռնության մասին, այն գրառումը, որի մասին սկզբում խոսում ենք բնականաբար այս ծայրահեղության մասին չէ, բայց առհասարակ եթե գտնվում եք նման իրավիճակում, իմացեք թե ինչպես վարվել։ Լավ եղեք, առողջ եղեք, եթե հարցեր ունեք, գրեք մեկնաբանություններում եւ կհանդիպենք